Բարև ձեզ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է Հայաստանի Հանրությանը սպառնալ պատերազմով, եթե խորհրդարանի ընտրության արդյունքը չգոհացնի իրեն։ Իհարկե ձևակերպումները հնչում են այլ կերպ, բայց տրամաբանությունը եւ իմաստը հենց այդպիսին է։ Կլինի պատերազմ, եթե խորհրդարանի արդյունքը, խորհրդարանի ընտրության արդյունքը չբավարարի իր քաղաքական կարիքները եւ պատկերացումները։ Նվազագույնը իր, որովհետև Նիկոլ Փաշինյանն էլ մենք տեսնում ենք, որ իր քաղաքականությամբ բավարարում է նվազագույնը Ադրբեջանի պատկերացումները եւ կարիքները, առնվազն առաջ քաշվող քաղաքական օրակարգերի իմաստով։ Եվ այստեղ կա շատ էական մի հանգամանք, եւ այս արձանագրումը չունի բոլորովին լոկ գնահատողական տրամաբանություն կամ իմաստ։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը նախորդին բարձրացրեց Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ շանտաժի եւ սպառնալիքի դոզան, հասցնելով ընդհուպ սահմանադրական մեծամասնության։ Փաշինյանը հայտարարեց, որ պատերազմ կլինի ոչ թե պարզապես այն դեպքում, եթե քաղաքացիական պայմանագիրը չպահպանի իշխանությունը, այլ պատերազմ կլինի, եթե քաղաքացիական պայմանագիրը չապահովի սահմանադրական մեծամասնություն։ Ստացվում է, որ պատերազմ կլինի անգամ այն դեպքում, ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե քաղաքացիական պայմանագիրը մեծամասնությունը պահպանի, բայց դա չլինի սահմանադրական մեծամասնություն։ Եվ հարց է առաջանում, թե ինչու է Փաշինյանը այդպես բարձրացնում սպառնալիքի դոզան։ Իր առաջ են որևէ պահանջներ բարձրացվել այս ընթացքում, թե նա տեսնում է, որ եղած դոզան, եղած սպառնալիքը այդքան էլ մեծ էֆեկտ չի ունենում հանրային ընկալումների վրա, հետեւաբար պետք է սպառնալիքի դոզան ավելացնել, ինչպես ասում են, ձգտել առավելագույնի նվազագույնը ստանալու համար։ Հայաստանի խորհրդարանը ունի 107 падգամավոր։ Պարզ մեծամասնություն ունենալու համար անհրաժեշտ է 54 մանդատ։ Եթե Նիկոլ Փաշինյանին հաջողվում է 50+1 տրամաբանությամբ ապահովել այս 54 մանդատը, նա ապահովում է իշխանության վերարտադրությունը։ Նա ապահովում է առանց որևէ կոալիցիոն անհրաժեշտության միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորությունը։ Հետևաբար, կրկնեմ, պահում է իշխանությունը։ Ըստ այդմ դարձյալ, ինչու է նրան պետք սահմանադրական մեծամասնության այս գիծը դարձնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հանդեպ սպառնալիքի նշաձող։ Այստեղ կարող է լինել տեսակետ, որ Նիկոլ Փաշինյանին անհրաժեշտ է ունենալ մանդատների, այսպես ասենք, երաշխավորված քանակ։ 54-ը նվազագույն է եւ նա գուցե մտավախություն ունենա, որ ինչ որ պահի այդ նվազագույն մեծամասնությունը կարող է ձեռքից գնալ։ Ըստ իս, սակայն, Նիկոլ Փաշինյանը լավագույնս պատկերացնում է, որ եթե առաջանա այդպիսի իրավիճակ, ապա մանդատների թվաքանակը այլևս չի ունենա նշանակություն։ Եթե փլուզումը սկսի, ապա որևէ նշանակություն չի ունենա 54 մանդատով է սկսում այդ փլուզումը, թե օրինակ 64 մանդատով։ Ի վերջո Նիկոլ Փաշինյանն ինքը իշխանության է եկել այդօրինակ տրամաբանություն ենթադրող մի process-ով եւ թերևս կրկնեմ լավագույնս պատկերացնում է, որ այստեղ մանդատների քանակը չունի նշանակություն։ Իսկ սահմանադրական մեծամասնության համար իհարկե պահանջվում է նվազագույնը 11 մանդատով ավելի։ 107 падգամավորի դեպքում սահմանադրական մեծամասնության համար անհրաժեշտ է առնվազն 3/5-ը։ Մեր խորհրդարանի դեպքում ստացվում է, ինչպես նշեցի, եթե հաշվում ենք 107 падգամավորով, 65 մանդատ։ Ուրեմն ինչի համար է Նիկոլ Փաշինյանին պետք հենց այս սահմանադրական մեծամասնության նշաձողը։ Ինչու է նա սպառնալիքի դոզան բարձրացնում հենց այս աստիճանին։ Այստեղ թերևս հիշում ենք Հայաստանի ներկայացվող ադրբեջանական պահանջը, թեպետ Բաքուն թույլ էլ չի տա այդ պահանջը մոռանալ, որովհետև կրկնում է պարբերաբար, որ չեն ստորագրի խաղաղության պայմանագիրը, քանի դեռ Հայաստանի սահմանադրությունից հեռացված չէ անկախության հռչակագրին արվող հղումը։ Իսկ եթե Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության պայմանագիրը, ապա Նիկոլ Փաշինյանը այս տարիների ընթացքում իր քաղաքականությամբ ստեղծել է այնպիսի վիճակ, որ Հայաստանը Ադրբեջանի պահանջները չկատարելու, չբավարարելու դեպքում Ադրբեջանին տալիս է լեգիտիմ ուժի, այսպես ասենք, առիթ,
Նիկոլ Փաշինյանը ստեղծել է այդ վիճակը իր քաղաքականությամբ եւ պահում է այդ վիճակը, պահպանում է այդ վիճակը, եթե պահպանում է իր իշխանությունը։ Իսկ դրա համար մենք տեսնում ենք, որ նա դիմում է ընդհանուր շանտաժի։ Այդպիսով, Ադրբեջանը հայտարարում է, որ պետք է անկախության հռչակագրի հղումը հեռացվի սահմանադրությունից։ Նիկոլ Փաշինյանը դա անելու մի ճանապարհ ունի, սահմանադրական հանրաքվե, բայց դա չափազանց բարդ ճանապարհ է։ Որովհետև սահմանադրական հանրաքվեի դեպքում, հաշվի առնելով անկախության հռչակագրի այդ դրույթի հիմնարար բովանդակային նշանակությունը սահմանադրության մեջ, անհրաժեշտ է լինելու ԱՅՈ-ի թվաքանակի բավական բարձր նշաձող։ Ըստ կարգի, ԱՅՈ-ն պետք է լինի ընտրողների ընդհանուր թվի կեսից ավելին։ Հաշվի առնելով այն, որ Հայաստանում ընտրողների ընդհանուր թիվը 2.5-ից 2.6 միլիոնի շրջանակում է, պատկերացնում ենք, որ ԱՅՈ-ի համար կպահանջվի 1.250.000-ից ավելի ձայն։ Կրկնեմ, միայն ԱՅՈ-ի համար, որովհետև դրանից պակասի դեպքում հանրաքվեն կլինի չկայացած։ Հանրաքվեի ներկայացվող հարցը կլինի մերժված։ Նիկոլ Փաշինյանի համար այս ցուցանիշը գրեթե անհնարին է իրականացնել կամ ապահովել։ Ավելին, նույնիսկ այսպիսի մասնակցություն ապահովելը կարող է լինել անհնար։ Հատկապես, որ գրեթե անհնար կլինի Հայաստանի քաղաքացիներին հավաստիացնել, որ սա Ադրբեջանի պահանջը չէ, որի կատարմանը մասնակցում են իրենք։ Հետևաբար պետք է գտնել այլ լուծում, քան սահմանադրական հանրաքվեն։ Նիկոլ Փաշինյանը ազդարարել է այդպիսի հնարավորության մասին, այդպիսի տրամաբանության մասին դեռ ամիսներ առաջ, մասնակցելով պետական կառավարման համակարգի ներկայացուցիչների մեծ հավաքի, որ ինքն էր նախաձեռնել մարզահամերգային համալիրում, եւ հայտարարելով, որ սահմանադրական թեման բերելով նախընտրական օրակարգ, այդպիսով, այսպես ասենք, անուղղակի կստանան դրա վերաբերյալ հանրության դիրքորոշումը եւ ըստ խորհրդարանի ընտրությանը ձայների կգնահատեն, որ ահա այդպիսի հարաբերակցություն կա նաեւ սահմանադրական թեմայի վերաբերյալ։ Այլ կերպ ասած, այս տրամաբանական նախադրյալը նա ստեղծել է եւ հիմա թերևս սահմանադրական մեծամասնության վերաբերյալ իր հայտարարությամբ որպես պատերազմի սպառնալիքի բավական բարձր դոզավորում։ Նիկոլ Փաշինյանն ըստ ամենայնի փորձում է ստեղծել շարունակությունը որպես իրավիճակ, որպես զարգացման տրամաբանություն։ Այն է սահմանադրական մեծամասնությամբ ստեղծել մի շրջանակ, որը թույլ կտա խորհրդարանական մեխանիզմով ընդունել սահմանադրության բովանդակությանը վերաբերող դրույթների փոփոխության հետ կապված հարցեր։ Իհարկե, այստեղ շատերը կասեն, որ այդուհանդերձ ոչ բոլոր դրույթներն է, որ հնարավորություն կա փոխել սահմանադրական մեծամասնությամբ խորհրդարանական մեխանիզմով, առանց հանրաքվեի։ Այո, բայց Նիկոլ Փաշինյանի համար այս դեպքում սահմանադրապաշտությունը որևէ արգելք չէ, նա աչքի չի ընկել սահմանադրական բծախնդրությամբ կամ սահմանադրապաշտության նկարագրով, եւ հակառակը նա աչքի է ընկել ըստ անհրաժեշտության կամայական մեկնաբանությունների նկարագրով եւ հատկանիշներով, եւ այս դեպքում եւս կասկած չկա, որ ստանալով շրջանակը նվազագույն անհրաժեշտ շրջանակը, սահմանադրական մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանը այդ շրջանակի ներսում կամայական մեկնաբանություններով կփորձի լուծել հարցը, եթե Ալիևը շատ պնդի, եթե շատ անհրաժեշտ լինի հասնել այդ հարցի լուծման։ Եթե ոչ, ապա միևնույն է Նիկոլ Փաշինյանը այս կերպ իր համար կապահովի մեկ այլ մանևրի որոշակի դաշտ։ Բացատրեմ, թե ինչ նկատի ունեմ։ Այժմ բարձրաձայնելով պատերազմի սպառնալիքի մասին, եթե չապահովի սահմանադրական մեծամասնություն, Նիկոլ Փաշինյանը բնականաբար ինքն իրեն հարցի առաջ կկանգնեցնի, եթե հանկարծ հաջողվի պարզ մեծամասնություն ապահովել։ Հարց կառաջանա, հիմա ինչ պատերազմ է լինելու, եթե ապահովել է պարզ մեծամասնություն, բայց չի կարողացել սահմանադրական մեծամասնություն։ Իր այսօրվա շեշտադրումներից այդ հարցը առաջանում է եւ բնականաբար հանրությունը կտա այդ հարցը։ Այստեղ սակայն Նիկոլ Փաշինյանը կունենա հետևյալ պատասխանը. այո, կա բարձր սպառնալիք, պատերազմի բարձր սպառնալիք, որ մեզ չեք տվել սահմանադրական մեծամասնության հնարավորություն։ Բայց մենք մեր տիտանական ջանքով խաղաղության օրակարգը հետևողականորեն եւ համառորեն առաջ տանելով մենք չեզոքացնում ենք այդ սպառնալիքը։
Այդ ընթացքում Նիկոլ Փաշինյանը որպես չեզոքացման գոնե նվազագույն միջոց կներկայացնի այլ ուղղություններով Ադրբեջանի պահանջների հանդեպ լոյալության քաղաքականությունը։ Իսկ Ադրբեջանը այլ ուղղություններով ունի պահանջներ եւ մենք գիտենք դրա մասին, բարձրաձայնել են այդ մասին եւ չեմ էլ խոսում հնարավոր դեռևս չբարձրաձայնված պահանջների կամ պայմանների մասին։ Ահա այդպիսով Նիկոլ Փաշինյանը մի կողմից կարող է հասարակությանը երեսով տալ, որ ահա չեք տալիս, չտվեցիք ինձ սահմանադրական մեծամասնություն, դրա համար էլ հիմա կա պատերազմի ռիսկ, ես ձեզ ասում էի ընտրությունից առաջ, եւ միևնույն ժամանակ կփորձի այդ իր երեսով տվածը պատասխանատվությունը, ռիսկի պատասխանատվությունը թողնելով հասարակության վրա, կփորձի նաեւ այդտեղ միավորներ շահել, որ այդուհանդերձ ինքը տիտանական ջանքով չեզոքացնում է այդ սպառնալիքը, բայց պետք է նաեւ այլ ուղղություններով ճկունություն եւ Ադրբեջանի այլ պահանջների հանդեպ ճկուն գործունեություն։ Իսկ դա այդ ճկունությունը Հայաստանի պաշտոնական լեզվով եթե թարգմանենք, նշանակում է ընդամենը Ադրբեջանի պայմանների հանդեպ ադապտացիայի հնարավորություն, ադրբեջանական օրակարգի հանդեպ լոյալության առավել հարմար ուղիների փնտրտուք եւ մեր հասարակությանը դա առավել, այսպես ասենք, թանկ գնով վաճառելու ուղիների փնտրտուք։ Սա է պատերազմի դոզայի այս սպառնալիքը բարձրացնելու հայտարարության տողատակում, որ հնչեց նախօրեին եւ որը ամենայն հավանականությամբ ավելի մեծ ուժգնությամբ եւ ավելի ինտենսիվ ուժգնությամբ բարձրաձայնվելու է առաջիկա նախընտրական շրջանում։